Ողջույն բոլորին, այս տեսանյութում փետրվարի 17-ի լուսնի միացումներն են։ Փետրվարի 17-ին տեղի ունենալու լուսնի արևի խավարում եւ այդ մասին տեսանյութը կարող եք նայել այս ալիքում առայժմ եւ մեկ այլ տեսանյութ նաեւ կարող եք նայել հետո աստղաբանության ալիքում։ Պարտադիր չի հենց այդ օրը, որովհետև խավարումը տեղի ունենալու նույն օրը, բայց ազդեցությունը բավականին երկար է եւ այնպես չի, որ հենց այդ օրը այդ ամենը ձեզ հետ պետք է կատարվի։ Դա տարիներ կարող է տևել, մինչև այդ ամենը ձեզ հետ կատարվի։ Դրա համար ոչինչ, որ 1-2 օր այս ու այն կողմ լսեք, անգամ դուք կարող եք մայիսին լսել, հաջորդ տարի լսել, դա նույն էֆեկտն է տալու, ինչպես ինչ որ կա։ Եվ այդ օրը ունենք մեկ լարված միացում ընդամենը առավոտյան շուտ, իսկ հետո արդեն լուսինը միանալու է արևին ժամը 12:00-ից մինչև 20:00։ Իրենք իրար հետ են լինելու։ Իսկ Ուրանի հետ են նաև լարված միացում ունենալու ժամը 09:30-ից մինչև 15:30 րոպեն։ Դա այս խավարումները տեղի են ունենալու այս Ուրանի միացման շնորհիվ, միացման հետ մեկտեղ, որը ընդհանրապես այդքան էլ լավ չի, երբ որ լարված միացում է ունենում խավարումը։ Այդ ժամանակ բնական է ինքը խավարում է, ոչինչ պետք չի սկսել, միայն սկսեք այն գործերը, այն գործունեությունները, որոնք որ ցանկանում եք շարունակել, բայց էլի խավարման օրը մի սկսեք, հաջորդ օրը սկսեք։ Ոչինչ պետք չի անել այդ օրը անգամ զգույշ եղեք նոր սարքավորումներից, հատկապես եթե չեք ճանաչում, էլեկտրական լարերից, էլեկտրականությունից ընդհանրապես, այդ օրը բացարձակապես, եթե թռիչք ունեք, լավ կլինի հետաձգեք եւ ընդհանրապես չի թույլատրվում, եթե դասընթացներ այդ օրը թռիչքի հետ կապված, որովհետև բավականին շատ են լինում դեպքերը, որ ընկնում են հենց կամ ինքնաթիռները կամ ուղաթիռները, որովհետև շարժիչի հետ կապված խնդիրներ են ունենում։ Ընդհանրապես այդ օրերին այսպես Ուրանն է մեջտեղ լինում, Ուրանն է իր դերը խաղում նման գործողությունների մեջ, պայթյունների, կրակների եւ այլն այդ ամեն ինչի հետ Ուրանն է կախված։ Եվ եթե այդ օրը որևէ ինչ-որ մի դեպք լինի աշխարհում մեկ, դա եւս ոչ թե խավարման հետ կապված կլինի, այլ Ուրանի։ Հատկապես եթե դա տեղի ունենա ցերեկ օրինակ, փլուզումներ կամ հրդեհ շատ հզոր, պայթյուն եւ այլն, այդ ամենը կախված կլինի միայն Ուրանի հետ, ոչ թե խավարման։ Խավարումը դա մաքրում է, խավարումը դա մարդու ներսն է մաքրում, դուրսն է մաքրում, մտքերն է մաքրում, իսկ նման բանի համար պատասխանատու է սա, Ուրանը միայն։ Դրա համար այդ օրը մի գնեք էլեկտրական սարքավորումներ, տեխնիկա, էլեկտրոնային սարքեր, հեռախոս, մեքենա, ինչքան էլ որ լուսնային օրը կթելադրի, որ կարող եք մեքենա գնել, միևնույն է այս միացմամբ այդ մեքենան կամ խնդիրներ կունենա այդ օրը լավ կլինի, բայց հետո խնդիրներ կունենա, այնպես որ փորձեք չգնել այն։ Հատկապես նշածը ժամերին։ Ընդհանրապես խավարման օրերը փորձեք ոչ մի կարևոր բաներ չանել ձեր կյանքում, որովհետև դա մեզ փոխում է հիմքից եւ չի կարելի այդ օրը ինչ որ այնպիսի արտասովոր բաներ անել, որը երբեք չեք արել։ Պետք է հիշեք, որ նման գործողությունների ժամանակ կամ նման ինչ որ պահերի, եթե տեղ են ունենում մեր կյանքում, դա տևում է 18 տարի։ Այ օրինակ, որ ես հետ եմ գնում 18.5 տարի, 19 տարի, այդպես ես այնպիսի գործողությամբ եմ զբաղվել, ինչը որ նոր եմ սկսել յուրաքանչյուր բան է այն ժամանակ եւ հիմա նորից էլի ցանկանում եմ այդ գործերով զբաղվել։ Ինքնին իմ մտքում է գալիս դա, որ կարելի է նորից նույն գործով զբաղվել։ Մինչև այն, որ ես ուսումնասիրեցի խավարումը, թե որ նշանում է լինելու, թե ինչ եւ այլն, միևնույնն է, արդեն իմ ենթագիտակցության մեջ կար, որ ես այն ժամանակ ինչ որ գործ եմ արել եւ այդ գործը շատ լավ էր, որ հիմա եւս արժի այդ գործով զբաղվել։ Դուք նույնպես կարող եք նմանատիպ ինչ-որ բաներ անել, ովքեր որ բաժանվել են 18 տարի առաջ, 18, 19, 2007 թվականներին, ապա հնարավոր է նաև միացում։
Որովհետև ես գիտեմ մարդկանց, ովքեր որ եկել են խորհրդատվության եւ այդպես խնդիրներ են ունեցել միշտ եւ ոնց որ հաշվում ենք 18 տարի է տևել։ Այնպես որ նաեւ կարող է միացում լինել կամ թեկուս, եթե իրար չեք տեսել, իրար ատել եք, հիմա այդ ամեն ինչ մի տեսակ կարող է փոխվել։ Պարտադիր չի հենց նույն բանը լինի, որովհետև դուք արդեն այդ մարդու հետ չեք։ Եթե ուրիշ մարդու հետ եք, միգուցե նաև նորից էլի խավարումը նման ինչ-որ իրավիճակ բերի ձեզ։ Իսկ այս միացումը բնականաբար պետք չի շատ սպորտով զբաղվել, որովհետև կարող եք վնասվածքներ ստանալ, վերանորոգման աշխատանքներ մի արեք, շինարարական աշխատանքներ մի արեք, պետք չի, հա, նմանատիպ գործողություններ մարդու այդ հուզական գրգռվածությունը նաև բարձրանում, տրամադրությունը հանկարծակի փոփոխությունների կվերածվի, հա, այսպես մեկ լավ կլինեք, մեկ վատ, ռեակցիաները նաև անվերահսկելի կլինեն, ծայրահեղ իմպուլսիվ կլինեք, որն էլ կլինի պատճառը վնասվածքների եւ վթարների։ Որքան որ Մարսն է, նույնն էլ Ուրանը, հա, ինքը էլեկտրականությանն է, ինչ որ հատկապես եթե մեքենան էլեկտրական է, հա, պետք է ավելի արագ չգնալ։ Մի փոքր մարդիկ, ովքեր որ սովոր են այդպես հիստերիկ ռեակցիաների, ապա այդտեղ կարող են էլի նորից ճղճղվել իրենց, հա, ում որ գիտեք, որ նմանատիպ ինչ որ բաներ անում, ապա կարող է այդպես ռեակցիաները շատ ուժեղ լինել։ Կարող են առաջանալ նաև ներքին անհանգստության զգացումներ, ինչ-որ նախազգուշացումներ, ինչ-որ պահեր կարող եք լինել, նաև անհանգստացնող երազներ կարող եք տեսնել։ Օրվա ռեժիմն է խաթարվում, հա, խաթարվում է խնդիրների անկանխատեսելի հանգամանքների եւ վթարների պատճառով։ Պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր, որովհետեւ մարդը զգոն կարող է չլինել այդ ժամանակահատվածում, հա, ուշադիր չլինել։ Նաև հնարավոր է ուշացում, եթե այդ օր ինչ-որ բանի եք սպասում, ապա կարող են ուշանալ, ինչ-որ բացակայություններ լինեն, խափանումներ լինի, օրինակ լույսերը անջատեն օրվա մեջ, կամ հեռախոսը մեկ էլ չաշխատի, կամ ինչ-որ պահեր են, ինչ-որ բաներ են, որոնք որ չեն աշխատի, կամ ինչ-որ բաներ խափանվում են, հետո նորից էլի սկսում են աշխատել։ Խցանումներ բավականին շատ կլինեն, համակարգիչները կարող են դադարել աշխատել, ինչ-որ անհայտ պատճառով, որտեվ Ուրանն է, հա, պետք չի ծանրաբեռնել այդ օրը նման գործիքները, մեկ անգամ ես էլ ասեցի, այս սրա վերաբերյալ եւ իմ համակարգիչը ընկավ, կոտրվեց, այնպես որ պետք է շատ զգույշ լինել, եթե հա չաշխատեր, ուրեմն պետք է չաշխատեր։ Անսպասելի հյուրեր կարող են գալ, ինչ-որ անսպասելի լուրեր կարող եք լսել, որը որ եթե բազմոցի նստած եք, ոնց որ վեր եք կենում, գնում եք ինչ-որ մի բան անելու, հա, այդ լուրից հետո այն ինչ-որ կլսեք։ Եվ կարող են նաև առաջանալ սառը վերջություններ, մատների թմրություններ, անկանոն սրտի բաբախյուն, դող, ստամոքսի հետ կապված անհարմարություններ, գլխապտույտ կարող է նաև լինել, դա օրվա մեջ է դա տեղի ունենում։ Ովքեր որ հղի են շատ ուշադիր եղեք ձեզ, այստեղ որովհետև վաղաժամ ծննդաբերությունների եւ վիժման ռիսկը բավականին մեծ է, լավ կլինի, որ ուղղակի հանգիստ լինեք այդ օրը։ Էլեկտրականության հետ ովքեր որ կաշխատեն այդ օրը, պետք է զգույշ լինեք, որովհետև էլեկտրական ցնցումներ կարող են լինել, բարձրությունից ընկնել, այլ վնասվածքներ։ Նույնպես հա այդ օրը ցերեկն է եւ աշխատանքային ժամ է եւ պետք է շատ ուշադիր լինել։ Իսկ արդեն երբ որ արևը միանում է լուսնին եւ որն էլ որ տեղի կունենա խավարումը, բացարձակապես բնական է չի թույլատրվում սկսել նոր բիզնես, նոր ձեռնարկություններ, սկսել նոր աշխատանք, անցնել նոր աշխատանքի վայր, ձեռնարկել ակտիվ գործողություններ, կայացնել կարևոր որոշումներ, պլանավորել կարևոր հանդիպումներ, ստորագրել պայմանագրեր, բացարձակապես չի թույլատրվում։ Ավելի լավ է շարունակել այն, ինչը որ չի ավարտվել նախորդ ցիկլում լուսնային ինչ-որ բաներ կիսատ եք թողել, դա արեք, ավարտեք։ Այդպես ավելի լավ է զբաղվել պլանավորմամբ, ստեղծագործական աշխատանքով, մտավոր աշխատանքով, քան որպես որևիցե ֆիզիկական որևիցե մի աշխատանքով։ Եվ այս ժամանակ նաև կարող են սրանալ հիվանդությունները խրոնիկ, գլխացավ լինեն, անտարբերություն մարդկանց մեկը մյուսի հանդեպ,
վախեր, անհիմն մելանխոլիկ վիճակ, այդպես ինչ-որ պահեր կարող լինել, եւ այս շրջանում մի փոքր վտանգը մեծ է ինսուլտի, սրտի կաթվածքների եւ էպիլեպտիկ նոպաների այդ պահը ավելի շատ կլինի, ովքեր որ ունեն նման հիվանդներ, ապա իրենց կողքին եղեք։ Հիմնականում տղամարդկանց մոտ է դա ավելի ազդելու այդ խնդիրները։ Մարդիկ կարող են լարված լինել, նյարդային, ագրեսիվ, ուղղակի դա այդպես։ Օրվա ընթացքում բնական է խավարում է այսպես թե այնպես, բոլորը այդ վիճակում են լինելու բոլորը։ Ոչ թե միայն դուք, այդ ձեր շրջապատը, դրա համար եթե դուք հանգստություն պահպանեք, դիմացինը եւս հանգստություն կպահպանի։ Այդպես։ Երևի թե այսքանը, որովհետև տեղի ունենալու ջրհոս նշանում, հետո արդեն տեղափոխվում է ձկներ նշան լուսինը եւ կարող եմ ուղղակի ձկներ նշանի գույներն ասել, որպեսզի հասկանաք, թե կարելի է ինչ-որ բաներ ուտել, որը ձեզ համար իհարկե լավ կլինի։ Ընդհանրապես ձկների գույնը դա կանաչն է, հակադիր գույները մանուշակագույնը եւ նարնջագույնը։ Բայց այստեղ քանի որ ձկների մոտ ավելի շատ ոտքերի հետ է կապված, ապա այդքան էլ այդ գույնը չի ազդում մարդկանց վրա։ Ուղղակի կարող եք ոտքերը մերսել, եթե ոտքերի հետ կապված խնդիրներ կան, դե այդպիսով կհանեք մարմնից վնասակար նյութերը, կհեռացնեք, միայն այդպես ինչ-որ մերսման միջոցով է դա տեղ ունենում։ Նա եթե ոտքերի խնդիր ունեք, կարող եք կրել կանաչը, ինքը ընդհանուր այդ կանաչը իրենց գույնն է, բայց հիմնականում ոչ մի դեր չի խաղում, հա, կարևոր դեր չի խաղում այդ օրը մարդկանց վրա։ Միայն կարող է իրենց լավ լինի, ովքեր որ ձուկ են, ապա կարող եք հագնել կանաչ երանգ կամ ինչ-որ բան կրել կանաչ ձեզ վրա, կամ ուտել եւ ձեր համար ձեր ոտքերին լավ կլինի։ Իսկ մնացածի համար ուղղակի մասաժ դուք ինքներդ կարող եք, հա, այդպես մի փոքր մերսում անել ձեր ոտքերը եւ այդպիսով ավելի լավ կլինի, քան կարող կանաչ ուտել եւ մերսել, միևնույնն է, հա, կանաչը ձեզ ոչինչ չի տալու այդ օրը։ Բայց եթե ոտքերի խնդիր ունեք, ապա այդ դեպքում նարնջագույն կամ մանուշակագույն ոչինչ մի կերեք, հա, դա կարող է ավելի սրել վիճակը։ Եվ ես իհարկե արել եմ փետրվարի 17-ի համար 2 տեսանյութ, իրենք տարբեր ժամեր են, առաջին մասն է եւ երկրորդ մասը, որովհետեւ լինելու է եւ 30-րդ լուսնային օրը եւ առաջին լուսնային օրը։ Առաջին լուսնային օրը ես այնտեղ նշում եմ ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, հատկապես մազերի համար եմ ուզում նշել, ովքեր որ այնտեղ բաց կթողնեն, եթե մազերը կտրեք, ապա կարճացնում եք այդպիսով ձեր կյանքը։ Եվ այսօր, քանի որ լուսնի առաջին օրն է լինելու, իհարկե կարող եք նայել, բավականին կապված է ուղեղի եւ դեմքի հատվածի հետ, խուսափեք գելլարվածությունից, ալկոհոլի օգտագործումից, տաք սննդից, կծու նույնպես։ Հիվանդությունները երկարատև են, բայց հիվանդը կապաքինվի։ Հաճախ են տեղ ունենում քարերի առաջացում, աղիքների այդ խցանում, նմանատիպ, հա, վիճակների հիվանդությունների սրում, այնպես որ այստեղ պետք է ինքը ազդում է ավելի շատ ներքին օրգանների վրա եւ եթե լարվում եք, եթե օգտագործում եք օղի եւ այլն, ապա այստեղ կարող է ներքին օրգանները ազատվեն, կարտազատեն էներգիա եւ կարող է հանգեցնել քարերի առաջացմանը, այնտեղ երիկամներում եւ այլն։ Պետք չէ թույլ տալ, որ որևիցե հիվանդություն այսօր զարգանա։ Եվ ադամանդները ու քարե բյուրեղները կարելի է կրել այսօր, բայց զգուշությամբ ադամանդները բոլորի համար հարմար չեն եւ կարող եք ուղղակի տանը մոմ վառել։ Եվ փորձեք այդ օրը հենց առաջին լուսնային օրը, մինչև որ ժամը քանիսը տևում է, պետք է լավ բաների մասին մտածեք, վատ բաների մասին մի մտածեք, որովհետև այնինչ որ մտածում եք, իրականանում է, դրա համար միմիայն լավ պահերի մասին մտածեք։ Այսքանը սիրելիներս այսօրվա համար, ուշադիր եղեք, խավարում է ամեն ինչ հնարավոր է։ Ուղղակի հանգստություն պահպանեք, ոչ ոք ձեզ չի ասում նստեք տանը, մնացեք տանը, բայց պետք է ուղղակի եւ մտքերը մաքուր պահել, դրական մտածել եւ իհարկե միտքը, սիրտը, հոգին մաքրելու օրն է այդ օրը։ Այսքանը լավ օր եմ ձեզ մաղթում։